Բաքվում ապօրինի պահվող մեր հայրենակիցների հարցը Նիդերլանդների ուշադրության ներքո է։ Հայերի իրավունքների մասին է խոսել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող եվրոպական երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Նիդերլանդները եւ Եմեն կշարունակեն առաջ մղել այս հարցը։ Խնդիրը նաեւ Բրյուսելում է բարձրաձայնված։ Ազատ եւ արդար դատավարության իրավունքները պետք է հարգվեն։ Երկու երկրի արտգործնախարարները տարածաշրջանային հարցեր են քննարկել հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը։ Վելկամպը ողջունում է բանակցություններում առաջընթացն ու Թուրքիայի հետ երկխոսությունը։ Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Եվրոպայի համար։ Նիդերլանդները սատարում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը։ Երեկ ես Անկարայում էի, վստահ եմ երկու կողմն էլ ունի այդ կամքը։ Պատրաստ ենք օր առաջ դրական ավարտին հասցնել մեր երկխոսությունը Թուրքիայի հետ եւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ բացել սահմաններ, ինչի մասին ընդ որում եւ մենք եւ Թուրքիան բարբերաբար համատեղ եւ առանձին հայտարարել ենք։ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակում քննարկում են սահմանին երրորդ ուժերի տեղակայումը բացառելու, միմյանց նկատմամբ միջազգային հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարվելու հարցերը։ Եթե փաստաթուղթը ստորագրվի, այս կետերը մնացածի հետ զուգահեռ պարտադիր կիրականացվեն։ Մենք արդեն մեր մոտեցումը ադրբեջանական 12-րդ առաջարկի 12-րդ խմբագրության վերաբերյալ հայտնել ենք եւ առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը ընդհանուր առմամբ այդ համաձայնագրի ստորագրման համաձայնեցման ստորագրման վավերացման հետ կապված բոլոր հարցերը։ Վելկամպը Հայաստանում գործընկերոջ հետ ռազմավարական գործընկերության հռչակագիր է ստորագրել։ Փաստաթուղթը տարբեր ոլորտներ է ընդգրկում՝ քաղաքականից տնտեսական կապերի ամրապնդում ու կիբերանվտանգություն։ Հատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցություններին։ Այն ռազմական գործակցություն չի ենթադրում։ Հաճախ չէ, որ մենք այսպիսի փաստաթուղթ ենք ստորագրում։ Սա հազվագյուտ իրադարձություն է։ Պատրաստ ենք աջակցել տնտեսության դիվերսիֆիկացմանը, որ ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից։ Նախարար Վելկամպի հետ քննարկել ենք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության նոր օրակարգը, այդ ուղղությամբ իրականացվող ակտիվ աշխատանքը։ Հանդիպման ավարտին պաշտոնյաները վստահեցնում են փաստաթուղթը որևէ երկրի դեմ չէ, այլ վկայում է երկու երկրի գործակցությունն ամրապնդելու մասին։ Շուտով նաև Հայաստանում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացումը կլինի։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։